ու պատշգամբում նստած մտածում, այ մարդ ինչու են մարդիկ քարանձավից սկսած իրար մինչև այսօր, իրար սպանում։ Ու եկա մի եզրակացության, որ ուտելու համար, էլ իմ խելքով։ Շատ sense որ խտացնենք, հա, ամենը, հա։ Այո, այսինքն հա, ուտելիքի հարցը։ Մեկ էլ ասի այ մարդ, մի հատ ChatGPT-ին հարցրու, էլ տեսնեմ ինքը ինչ է ասում։ Էլ եմ ասում, սերելներ, ChatGPT-ին չի նշանակում, որ ինչ որ ասել ճիշտ է ասում, բոլորովին ոչ։ Եթե ձեր տրամաբանությանը, ձեր հոգու հետ համահնչյունը, հա, եթե չէ, մերժում եք մի անգամ հետ։ Հիմա իմ ասածը դեպլուս եկավ երկրորդ, ինչպես միշտ ինքը մի քանի շերտով բերեց պատասխանը։ Հա։ Հիմնական իմ ասածը երկրորդն էր, բայց առաջինը տեսեք ինչն էր, որի մտքով չէր անցնում, բայց ինչքան տրամաբանական է։ Ուրեմն, ըստ GPT-ի, ChatGPT-ի պատերազմների առաջի պատճառը։ Վախը եւ ինքնապաշտպանություն։ Մարդիկ հաճախ հարձակվել են, որտեղ զգացել են, որ հակառակ դեպքում իրենք վտանգի տակ են։ Վախը միշտ եղել է ամենաուժեղ շարժիչներից մեկը պատերազմի համար։ Հələ նա տեսեք ինչ հաստատվում։ Լավ, երկրորդը իշխանություն տարածք ռեսուրսներ, ջուր, հող, սնունդ եւ այլն։ Երրորդը խմբակային մտածողությունը, մերը ընդդեմ ձերը։ Մարդիկ բնականորեն բաժանվում են խմբերի ազգ, կրոն, ցեղ, գաղափարախոսություն։ Երբ խմբակային ինքնություն ուժեղ է, հակառակ խմբի դեմ բռնությունը հեշտանում է։ Չորրորդ իդեոլոգիա եւ հավատ։ Երբ մարդիկ համոզված են, որ իրենց գաղափարը ճիշտ է, իսկ մյուսինը սխալ, նրանք կարող են արդարացնել նույնիսկ բռնությունը, պատմության մեջ սա շատ հաճախ է եղել։ Եվ հինգերորդ վերջինը անձնական շահ, ագահություն, ամբիցիա։ Հիմա սա արդեն Թրամփին լրիվ բռնում է։ Որոշ մարդիկ իշխանության կամ հարստության համար պատրաստ են անցնել ցանկացած սահման։ Բայց եկեք խոսենք առաջինի մասին։ Վախը, այսինքն այսպես է ստացվում, ինչքան ես հասկացա, որ մենք սպանում ենք դիմացինին, փոքր անենք, որ հեշտ լինի հասկանա։ Վախենալով, որ դիմացինը կսպանի մեզ։ Սա վերաբերում է անձին, փողոցում դանակահարությանը, մինչև պետությունների պատերազմին։ Հետաքրքիր մոտեցում է։ Եվ հիմա, ասինքն, ինձ այն չէր հետաքրքիր, որ մտածում ես, ինչ լուծում կարելի է գտնել, որ մարդիկ էլ չսպանեն իրար։ Հիմա, եթե հավատանք այս առաջին պոստուլատին, ուրեմն ստացվում է, եթե ես դիմացինից համոզեմ, որ ես իրեն սպանելու մտադրություն չունեմ, ինքն էլ ինձ չի սպանի։ Որտեղ հիմնական պատճառը, որ իրար ենք սպանում, նա է, որ ես վախենում եմ, դու ինձ կսպանես, դու վախենում ես, ես քեզ կսպանեմ։ Սա արմատորեն փոխում է իմ պատկերացումը պատերազմնելու այս բռնության, մարդկային բռնության նկատմամբ։ Իսկ այդ վախի, որ դուք ասում եք, այդ վախը, ասենց հիմա լսում եմ ձեզ ու մտածում եմ համել, իսկ գուցե վախը ոչ թե ինչ-որ սպանության մասն է, այլ վախը, որ ինձ քիչ կմնա, ինքը ունի ռեսուրսներ, որ ես չունեմ, ինքը կարա ինձ ոնց որ ասած կոնտրոլ անի, իշխի, մինչև նաեւ այդ, այսինքն քո գոյությանը վտանգ է սպառնում։ Որտեւ տարական այդ կյանքում են հին, որը քարիդար կամ ավելի վաղ այդ նեոլիթ բան այդ ժամանակ, իհարկե հիմնական շարժիչ ուժը վախն էր, որտեւ մեծարող ռեսուրս չկար։ Ամենը վախի շուրջ էր, գազանային մնացել է մինչև հիմա։ Գիտեք ինչ, մենք վախը հիմնականում որպես բացասական էմոցիա ենք նայում, չէ՞, մարդը վախեցավ եւ այլն, բայց վախը մեզ փրկել ու շարունակում է փրկել դարերով։ Հասարակ օրինակ բերեմ, քարանձավից սկսած, եթե մենք վագրից չվախենայինք, եթե մենք երկրաշարժից չվախենայինք, եթե հրդեհից չվախենայինք, պատկերացնում ես երկրաշարժ ժամանակ նստել քարանձավում ու հոգդ չի չես վախենում, կքանդվի գլխիդ։ Սա շատ կարևոր բան է վախի զգացումը։ Վախը պաշտպանական բան է նախ սկսենք։ Հենց այդ է, հա, հենց այդ է, հա։ Եվ սպանելն էլ ես իմ մեջ լրիվ տեղ արեցի, էլի որ խորը մտածում ես, քեզ ինքդ անալիզ ես անում, այո, այդ վախից է, որ ինքը քեզ մի բան կանի, դրա համար դու ես ուզում իրան սպանել եւ սա քաղաքական դաշտ եթե բերենք, Իրանը, Իսրայելը վախում է, որ ատոմային ռոկետ կգնա կգցի դրա վրա, այսինքն էլի գնում են այդտեղ, կյանքու կռիվ, կյանքու պայքար։ Բանաձևը աշխատում է, հա։ Եվ մի բան էլ կա, էլի, ես այս մասին վաղուց էի մտածում, այս մենք հասարակ մեր երկու մարդու մեջ, չէ՞ այդքան լսում եք, դանակահարել են, էս են արել իրար, ծեծել են եւ այլն, ամեն մի անհատ մարդու մեջ այս տրամաբանությունը այստեղ խոսված կա։
Եվ երբ որ այդ տրամաբանությունը միանում ժողովուրդ է դառնում ամբողջ կամ հասարակություն, դա արդեն վերածվում է ոչ թե դանակահարության ծեծի, դա վերածվում է պատերազմի։ Բայց աղբյուրները, սկզբնաղբյուրը մնում է նույնը, այդ մարդկային, այս մի քանի հատկությունը, որ այստեղ նշված է։ Եվ ես դրա այդ իմաստով լրիվ այս անգամ համաձայն եմ ChatGPT-ի։ ChatGPT-ին մի ժամ առաջ ես էլ եմ բան հարցրել, ինչեւ եմ մտածում, այսինքն այդ հարցերը կան, որ պատտվում չի պատասխանում։ Եղել է ձեր այդ հանդիպելա նման բան թե չէ։ Եղել է որ ուշ հատվել, բայց որ չի պատասխանել նման բան, կարող է Ուրբաթ օրը մեր ռադիոլսողների հետ որոշ պատմական դրվագներ եկանք հասանք եւ մի դրվագ կար, որտեղ Շիրվանզադեն ու Զորաբար Անդրանիկը բանավեճ են ունենում, Անդրանիկը գալիս է ապտակում է Շիրվանզադեին եւ աթորից ընկնում է իր վուլգար արտահայտության համար, ասում էր հեն Անդրանիկ ազատագրեցիր Արևմտյան Հայաստանը, ասենց հեգնական բան անում։ Բռնեցի ChatGPT-ին հարցրեցի, էլի, եթե տենց բան եղել է, որովհետեւ դա մի քիչ sense խոսակցական մակարդակի պատում է, մտածում, հստակ պատասխան չի տալիս։ Բայց մի քանի ականատեսներ, ովքեր վերնատանն են եղել, Թումանյանի արչև է եղել, Թումանյանից տունն է։ Ասում եմ, որ տենց եղել է, 1000 անգամ կարդացել եմ, դրա մասին ֆիլմ էլ կա։ Բայց կուզենայի մի քիչ ավելի ինֆորմացիա քաղել, չգտա, փաստորեն չկա։ Ինձ թվում է չունի ինֆորմացիա, որ կարողանա պատասխանի։ Այսինքն բաներ կա, որ ինքը Իրանից չի հորինում, էլի, ինքը պիտի հենվի գտնի սոս։ Չէ, ընդհակառակը, ինքը մենակ ինչ որ գիտի այդ մասին է խոսում, ինչ որ տվել են Իրան։ Այդ լավ է, հա, այդ լավ է։ Այդ լավ է։ Դե ինչ ունենք, այնքան հագեցած է այս մեր երկուշաբթի օրվա լրահոսը։ Նախ ասենք, որ մեզ մոտ 2 օր մեծ իրադարձություն է Հայաստանում, 15 տարվա կռվից դավից, կոռուպցիայից, դատերից եւ ամեն ինչից հետո վերջապես բացվեց Հյուսիս-Հարավի ամենակարևոր հատվածներից մեկը Երևան աշտարակ Գյումրի գլխավոր մայրուղին, որը Հայաստանի համար դա կենսական մայրուղի է, կապում է երկու մեծ քաղաքները իրար։ Մինչև էս, եթե անցել եք մի մասն էր, մի գիծը կար, կեսը քանդած էր, կեսը էստակադա չկար, մի մասը մտնում էր գյուղերի մեջով էին, ասում եմ, խոսքով դեն տխուր վիճակ էր, երեք եղավ բացումը, ավտոներով, սրտիկներով, փուչիկներով, երկու բարով բան գնացին շատ-շատերը եւ Գյումրի հրապարակում տեղի ունեցան նաեւ համերգ, որտեղ նվագեց Փաշինյանը։ Այո, արդեն տեղի ունեցել դա։ Այո, 3-ա տեղի ունեցել։ Դա մինչև առաջ գնալը ես հարց ունեմ։ Հիմա ավելի կարճացավ, չէ՞ ճանապարհը Երևանից։ Միանշանակ ուղիղ ավելի էլի։ Հա, մեր իհարկե ամերիկյան highway level-ի չի, բայց այդ ուղղությամբ են գնում, այսինքն որ հնարավորինս ուղիղ, հնարավորինս բան, հարթ առանց գյուղերի եւ ավանների մեջով ուղիղ ճանապարհ է, էլի բռնում ես, բայց էլի 2-ից է, 3-ից է, փոքր է, էլի։ Ես ասեմ քեզ, որակը այն, ես որ գնացի Գյումրի վերջի անգամ Հայաստանում էի, այն որը պատրաստ էր, որակը շատ լավն էր։ Որակը դե հարթակարգ որակ։ Հիմա քանի տարի կծառայի ասում են, որ բավականին երկար։ Մենակ մի բան եմ ուզում ասել, որ նկատեցի այդ ճանապարհին, հասարակ մի բան է, էլի, որ հեշտ է շատ ուղղել։ Այնպես Երևանից դուրս ես գալիս մինչև Գյումրի, ճանապարհին միտեղ չի դրած, թե ասենք մինչև Գյումրի ինչքան է մնացել։ Այդ հիմնական այդ մայրուղին է, էլի։ Շատ տեղեր է տենց։ Շատ տեղեր կա, որ այդ սայների խնդիր ունենք։ Դժվար մի բան չի, էլի։ Երկու բան, մեկը դնես այսքան, մեկը դնես այսքան, մարդկանց մոտ ավելի, այստեղ ոնց է ֆրիվեյների վրա։ Ամեն քայլին 2 մայլ մինչև էս, 3 մայլ մինչև էս, անընդհատ քեզ օգնում է։ Ուրեմն գալիս ես հակառակ ուղղությամբ, որ գալիս ես, աշտարակը որ անցար, այնտեղ մի քանի հատման անկյուն, ասենց circle drive, մեկը գնում է մտնում է աշտարակ, մեկը պատտվում է Լուսակերտ Եղվարդան, այդ կողմն է գնում, մեկը Երևան։ Մի հատ սայն չկա, որը որտեղ է գնում։ Այմար, դիմում ենք պատկան մարմիններից, ծախսի չի կապված առանձնապես, հա։ Ասենք 3 հատ սայն Երևանից մինչև Գյումրի որ դնեք, ինչքան ավելի հեշտ կլինի վարորդների եւ հակառակը։ Մյուս կողմից էլ այդ նույնսյան վրա հակառակ կողմից կարող են մյուսը կպցնել, նորություն դնել էլ պետք չի, հա։ Հիմա քանի որ բացումը 3 է եղել, ես չեմ անցել, գուցե դրել են հիմա բան, բայց խոստանում եմ մոտորերս տեղով անցնելու եմ, մի հատ ուշադիր կնայեմ, ծրագրել են Գյումրի գնալ, տեղով հուսամ կանցնենք։ Ես այդ օրը մի քանի օր առաջ երբեք չի եղել աշտարակ Եղվարդ Լուսակերտ ճանապարհով։ Այդ կոմերով անցել եք, այն Դեմիրճյանի խնձորի բաղերա կոչում է այդ ճանապարհով։ Ես ապշած էի ճանապարհի որակից, որովհետև ինքը շատ
երկրորդական, գուցե երրորդական, ոչ թե մայրուղի է, այլ ոնց են կոչում այդ շրջանցիկ բան ճանապարհ, էլի գյուղերը բաներն ա կապում, հարթ գծանշումներով ես զարմացել եմ ուղղակի այդ որակից Եվ հենց ինքը ասֆալտի որակն էլ է լավ մեքենան որ զգում ես էլի հա չգիտեմ շատ հարթ եւ պատանեկության տարիներին է այդ կողմը եղել Եղվարբան որ գալիս է Դավիթ Աշխենին կպնում այդտեղ մեքենա վարել եմ սովորել այդտեղ որ բան չկար ինքը շատ վատ վիճակի ճանապարհել բան ասենք պապինա պապանաբան տանում էին այդտեղ էին ավտոն քշել տալի որտեղ կյանքում մի հատ մեքենա չէր անցնի մի հատ բան չէ ես ապշեցի թե ինչ կարգին մայրուղի են արել այն խոսքով շատ այդ առումով տպավորիչ էր Այս ճանապարհաշինության մասին քանի որ Գյումրի խոսեցինք Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը մնում է կալանքի տակ դատարանը մերժել է Ղուկասյանի խափանման միջոցը վերացնելու միջնորդությունը գլխավոր դատախազությունն է հաղորդում տարածել Գյումրու համայնքի մի խումբ պաշտոնատար անձանց կողմից խոշոր չափով կաշառք ստանալու վերջիներիս կաշառք տալու գործով կալանավորված են Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանն ու քաղաքապետարանի գլխավոր ճարտարապետը ավելի վաղ նաև տեղեկացրել են որ մեղադրանքի ապացուցման դեպքում նրան սպառնում է մինչև 10 տարվա ազատազրկում Այս ուրեմն փաստորեն դեռ կմնա Սամվել Կարապետյանի ազատ արձակելն էլ բան արեցին բաց թողեց մերժեցին եւս 3 ամսով կալանքի ժամանակը երկարեց այսինքն մինչ ընտրությունները պարոն Կարապետյանը եթե իհարկե որևէ բան չփոխվի մնալու է տնային կալանքի տակ զարգացումներ շատ հետաքրքիր այս Սերժ Սարգսյանի որոշումը տեսակ որ չեղարկեցին բավականին մեծ քանակությամբ հողեր Եռաբլուրի հարող տարածքում արքուվաճառք էին արել կոպեկներով չեղարկեցին մի հատ է բռնագանձում են հոգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձվելու է 297 միլիոն 980 հազար դրամ հեսա մի հատ ChatGPT-ին հարցնենք այդքանի միլիոն դոլար է անում մի րոպե ChatGPT-ին հարցնեմ հարգելի բարեկամներ հետո շարունակեմ որ դոլարով ստեղ եմ ապրում, բայց էլի այս դրամն ու դոլարը չհասկացանք դրամը որքան դոլար է դրամը որքան դոլար է ուրեմն 297 միլիոն դրամ ասма չեմ կարող պատասխանել այդ հարցին ինչի ChatGPT քեզ ինչ եղավ ինչի չես կարող պատասխանել Չէ, ասма չեմ կարող պատասխանել այդ հարցին։ Լավ, կհաշվենք հարգելի բարեկամներ, եթե մեկը կա, թող հաշվի նաև մեկնաբանություններում, ես շարունակեմ, ուրեմն գլխավոր դատախազությունը տեղեկացրել էր, որ Հակակոռուպցիոն կոմիտեն 2026 թվականի հունվարի 23-ին 23-ի վճռով բավարարել էր գլխավոր դատախազության պետական շահերի վարչության այսինչ հարցը վճռով հոգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձվում է այս ասած թիվը 297.980 միլիոն դրամ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը հայց էր ներկայացրել հակակոռուպցիոն դատարան պահանջելով անվավեր ճանաչել ՀՀ պաշտպանության նախկին նախարար նախին նախագահ Սերժ Սարգսյանի եւ ֆիզիկական անձի միջև դեռ 2005 թվականի դեկտեմբերի 17-ին կնքած Երևան քաղաքի Մալաթիա Սեբաստիա համայնքի Ծովակալ Իսակով պողոտայում գտնվող 1.5 հեկտար մակերեսով հողամասի առողջարի պայմանագիր է։ Ասենք Եռաբլուրի հարող տարածքն է։ Դատարանը բավարարելով գլխավոր դատախազության հայցը անվավեր է ճանաչել արքուվաճառքի այդ պայմանագիրը ու որպես պայմանագրի մաս վճռել է ֆիզիկական անձից հոգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել այդքան գումար վճիռը մտել է օրինական ուժի մեջ Պաստորեն այդ ժամանակ ՊՆ-ը պաշտպանության նախարար է եղել պարոն Սերժ Սարգսյանը ու այդ բանը կապել է մյուս կողմի անունն էլ բացահայտեք ժողովուրդ ջան այն օրը խոսացինք անունները գախնի եք պահում որ ինչ եթե ասում եք Սերժ Սարգսյան մյուսի անունը տվեք նա իմանան մարդիկ թե չէ ամեն ինչը ծածկատմփոց է կանում Գնանք Ամերիկա դերինեք, ասեք, բան ունեմ ստեղ նաև կոռուպցիայի գործեր էլ կան, էլի, քանի որ կոռուպցիայից խոսեցինք։ Այո, տեսա։
Տաշիրում եւ Ստեփանավանում խոզարկում են Կարապետյանների աջակիցների բնակարանները, էլի այս կաշառքի թեման շատ նոր ինչ որ մարտիկ են ի հայտ գալիս, այդ ձայնագրությունները։ Սմբակ Լպուտյանին են ձերբակալել Եվ զարմացա ես, չգիտեմ, բան են մեղադրում են ինչ որ կոնկրետ չեն ասում, բայց ինչ որ խաբեությունների մեջ չեն ասում թե ինչի այդ ընտրությունների հետ կապված է թե չէ, ինքը բան էր, դասախոս էր, ամբիոնի վարիչ եւ շախմատի ֆեդերացիայի փոխնախագահան։ Ես իրեն անձամբ ճանաչում եմ, շտավաղուց չեմ շփվել հետը, բայց ազնվագույն Արարած ինչքան ես եմ ճանաչել, մի տեսակ բան եղա, ազդվեցի շատ, չգիտեմ, չեն էլ գրում կոնկրետ ինչում են մեղադրում իրեն, չհեռանալու բան են վերցրել իրենից, սորագրություն, որ երկրի չհեռանա։ Դատախազությունը ասում է, որ Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ, Հայաստանի շախմատի ակադեմիայի հիմնադիր տնօրեն Սմբատ Լպուտյանին ձերբակալել են, ինչ քրեական վարույթի շրջանակներում դեռ չեն բարձրաձայնում, ըստ նախնական վարկածի վերջինի ձերբակալությունը կապ ունի մանկավարժական համալսարանի շուրջ հարուցված քրեական վարույթների հետ։ Մի շարք բան ա եղել, բարձրաստիճան ղեկավարներ, նախին ռեկտոր, մեկտոր մանկավարժականի, այնչ որ այսօր ձերբակալվել է նաև մանկավարժական համալսարանի պրոռեկտորի որդին ենթադրյալ կեղծիքի քրեական վարույթի շրջանակներում, եւ այստեղ ինչ որ փոխկապակցված երևի բան կա, որ մենք դեռ չգիտենք։ Դե դիպլոմ ծախել, մախել, տասնամյակներով այդ անեկդոտներ էին պատմում իրար, ասում եմ մետրոյի տակ մտնում ես բանվոր, դուրս ես գալի բժիշկ ու չգիտեմ ինչ։ Այդ անեկդոտները ժողովուրդն է, չէ՞ պատմում է։ Մետրոյի տակ էին վաճառում էին դիպլոմներ, դիպլոմա։ Ես ուսանող էի դեռ, ուսանող էի, այսինքն շատ վաղանցյալ չեմ խոսում, չէ՞ տասնամյակներ, մի 15 տարվա առաջվա բան եմ ասում։ Մետրոյի տակ բարեկամություն կայարանի մոտ հայտարարություններ էր գրած, գրում ենք դիպլոմային աշխատանքներ։ Ինչ է խոսա, բաց գրած էր, գրում ենք ռեֆերատներ։ Ու կարծում ես դրա հետ է կապված, հա։ Ես չգիտեմ ինչու ընտրությունների հետ կապեցին։ Չէ, եթե կապեցին մանկավարժականի հետ, այստեղ մեծ սկանդալ է, մանկավարժականի ասում ղեկավարությանը նախկին այնտեղ էլի մարտիկան վերման ենթարկել մեծ կոռուպցիայի բան կա դիպլոմների վաճառքի հետ կապված եւ այլն եւ այլն եւ այլն։ Հիմա սա ենթադրություն է, այս փաստեր չունեմ ձեռքից, բայց ենթադրում եմ, որ ինչ որ տենց բանի հետ է կապված էտա։ Okay, այս էլ մեր հրաշագործները այսօր բայց լավ բան եղավ, այսօր Արտուր Աբրահամի անվան մարզահամալիրի հիմնարկեքը եղավ, դիտում էի ուղիղ եթերում։ Նախ ես անձամբ չեմ ճանաչում պարոն Աբրահամին, բայց հիացած եմ իր մոտեցումով, իր համեստությամբ, իր քայլերով, վարչապետի հետ հաղորդակցվելու իր կուլտուրայով եւ մի խոսքով շատ այդ ամեն ինչը հաճելի էր։ Գիտեք, իր անունով մարզադպրոց է հիմնվում եւ այսօր հիմնարկեքն է։ Այո։ Վարչապետը ներկա է գտնվել աշխարհարչակ բռնցքամարտիկ Արտուր Աբրահամի անվան մանկապատանեկան մարզահամալիրի հիմնարկեքի պաշտոնական արարողությանը։ Այստեղ բավական հետաքրքիր արարողություն էր, մարզահամալիրը կառուցվում է քաղաքաշինության կոմիտեի համակարգմամբ Շենգավիթ վարչական շրջանում։ Նախագծի ներկայացումից հետո վարչապետ Փաշինյանն ու Արտուր Աբրահամը ստորագրել են սերունդներին ուղված ուղերձը, որը Աբրահամը մարզիկների հետ տեղադրել է մարզահամալիրի հիմքում, այնտեղ այդ process-ը եղավ, հետո մարզահամալիրը բաղկացած է լինելու 2 մասնաշենքերից, 1 ստորգետնյա եւ 3 վերգետնյա հարկերից։ Առաջին մասնաշենքում տեղակայված են լինելու ընդհանուր մարզական մարզասրահները, բռնցքամարտի եւ ըմբշամարտի մարզասրահները, հանդերձարանները, շոքեբաղնիկ անգամ, բժշկի եւ մերսման հատուկ սենյակներ, վարչական սենյակներ։ Երկրորդ մասնաշենքում լինելու է բասկետբոլի դահլիճ, ծրագիրը ընդհանուր արժեքով լինելու է 2.5 միլիարդ դրամ, որը հատկացրել է կառավարությունը, մարզահամալիրի տարածքը տարիներ առաջ ձեռք է բերել անվանի բռնցքամարտիկը եւ նվիրել պետությանը։ Տեսեք ինչ սիրուն բան է էլի այս ամեն ինչի մեջ։ Մարդը ժամանակին գնել է, նվիրել է պետությանը, պետությունն էլ հարգելով իրոք այդ վաստակը եւ աշխարհահռչակ ինչքան հայի անունը բարձր է պահել Արտուր Աբրահամը, իր անունով դպրոց է կառուցում, ու այս ամեն ինչը օրինակ է նաև մատաղ սերնդի համար, որ սովորեն երեխեքը եւ ինչու՞ չէ նմանվեն այս հայտնի մարդկանց։ Շատ բաներ
Ալեն Սիմոնյանը Թուրքիայում բավական ագրեսիվ հայտարարություն ա արել, ինձ մի քիչ զարմացրեց այս տոնը, ուրեմն Ադրբեջանը օգտագործելով իր լոբին եւ ազդեցությունը խոչընդոտում է հայ-թուրքական սահմանի բացմանը։ Ստամբուլում հայկական լրատվամիջոցների հետ ասելիսում հայտարարել է ազգային ժողովի նախագահը։ Մի կողմից Ադրբեջանը բանակցում է մեզ հետ, մյուս կողմից թույլ չի տալիս, որ Թուրքիան բանակցի մեզ հետ։ Սա տարօրինակ իրավիճակ է։ Թուրքիան դարձել է այս հարաբերությունների գերին, հայտնել է Սիմոնյանը։ Ըստ նախագահի Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացում ակնառու խնդիրներ չկան։ Հայաստանը պատրաստ է բացել սահմանը, բայց Թուրքիան նոր քայլ չի ձեռնարկում։ Այդ դեպքում ինչի է սպասում Անկարան։ Միգուցե հայաստանյան խորհրդարանական ընտրությունների արդյունքներին Ալեն Սիմոնյանն ասել է ինքը չգիտի։ Սկզբից ասում էին, որ սահմանը չի բացի մինչև Լեռնային Ղարաբաղի խնդիրը չլուծվի։ Հետո հայտարարեցին, որ Ղարաբաղի խնդիրը լուծված է։ Դրանից հետո մեջտեղ բերեցին հայ-ադրբեջանական խաղաղության համաձայնագիրը։ Մենք բանակցեցինք, համաձայնության եկանք 17 կետերի շուրջ, նախաստորագրեցինք այն, ձեռք սեղմեցինք, բայց դրանից հետո էլ ոչինչ տեղի չունեցավ։ Հետարքիր է, ուղղակիորեն մեղադրում է էլի Ադրբեջանին։ Այդպես էլ կա, որ Ես հասկանում եմ, որ տենց էլ կա, բայց սա որ առաջի անգամ է տենց բանով այտնում այս մասին էլի, ուղղակիորեն բաց տեքստով։ Դե հա, քթներից բռնած ման են ածում, որտեվ Ադրբեջանը մտածում է, հա, էս էլ փոկեմ, էս էլ անենք նոր բան անենք, հա, որտեվ որ Թուրքիայի սահմանը բացվեց, արդեն շատ հարցեր է լուծում Հայաստանի համար։ Արևտրային, դու ամեն իմաստով։ Անդիմության մասին որ խոսք եղավ, այս Ամստերդամ կա մի հատ քաղաք չէ էս բան։ Գիտես որ ինչ է հայտարարել։ Ասում է Փաշինյանը սարսափում է ժողովրդի հետ շփումից։ Ասեք Այս ասելու բան, այս ասելու բան։ Սա օրը փողոցներն է այդ մարդ։ Մենք ասում ենք շատ է շփվում։ Մենք ասենք շատ ենք խոսում, գնացեք։ Հա, այս ասում է։ Դա։ Մի խոսքով գնանք առաջ այս պատումների հետ պայթյուն է այսօր եղել Երևանում, այն էլ որտեղ աղբանոցում։ Նուբարաշենի աղբավայրում այսօր մեծ պայթյուն է որոտացել, ցավոք սրտի կան տուժածներ, որոնց վիճակը ծանր է գնահատվում։ Այս մասին տեղեկությունը հայտում է Երևանի քաղաքապետարանը եւ այսօր գործակարգավարական նիստի ժամանակ խոսել են, նշվում է, որ Սանհանգույցում, այդ աղբանոցի կից մասնաշենքի Սանհանգույցում, ինչ որ հոտ արտարոց եղել, ամենայն հավանականությամբ գազի մասն է խոսքը, տնօրենը փորձել է ճշտել ինչ հոտ է, բայց մի հատ տարական անվտանգության կանոնների մասն է, թե գազի հոտ է գալիս։ Դու լույսը կգնաս կվառես, բա։ Գնացել, այս ինչ հոտ է գալի, լույսը վառել է ու տրակել է ամբողջությամբ։ Տուժածների վիճակը ծանր է, այսօր քաղաքապետն է խոսել։ Այդ մեն անեկդոտ կա, չէ՞, ասում այս ինչ գազի հոտ է գալի, մի հատ լուսկի վառի տեսնենք, հիմա լրիվ էս պատմությունն է։ Բա գազի հոտ է գնացել է Սպահակը, գնացել է Ստուգի, լույսը վառել է։ Դնանք այս ինչ հոտ է։ Հետ է առողջություն եւ մի քիչ խելք եւ մի քիչ Ուրեմն դե մի քիչ էլ խոսենք Ամերիկա Իրանից։ Ասեք։ Ամերիկացի բանագնացները վաղը երեկոյան կլինեն Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադում, բանակցելու Իրանի հետ հայտնել է նախագահ Թրամփը։ Նա հավելել է, որ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը չի գլխավորի ամերիկյան բանակցային պատվիրակությունը։ Նախորդ շաբաթվա վերջին բանակցությունները վեստ էր ներկայացնում Վաշինգտոնը։ Չգիտեմ, մի բան արել, որ դուրը չի եկել։ Թրամփը շարունակում ասելով առանձնապես երևի սպասելիք չունեն, փոխնախագահին չի տանում, էլի, ասում է, չգիտեմ, ժողովրդական բարկա կներեք այս բարի համար, ասում է չխուրդենք, հիմա լրիվ էսա, որտեվ այնքան տարավ ամենտեղ, Վենսը շատ բան, ու որերորդ հանդիպումն է, արդյունք ես կարծացի, որ Վենսին իրենք են խնդրել, իրանական կողմն է խնդրել, որ Վենսի հետ են ուզում բանակցել իրենք, եւ դա ասում են, թե ինչու պետք է համաձայնվի դիմացինի խնդրանքով, ինչև է կարևորը գնաց։ Այսօր Թրամփը ասում է, իշան ռումբեր պիտի պայթեն, Իրանում շատ ռումբեր են պայթելու, ասում է, դե գնա բանակցի։ Թրամփը շարունակում ասելով, մենք շատ արդար եւ տրամաբանական գործարք ենք առաջարկում։ Սպիտակ տան առաջնորդը նաեւ սպառնացել է։ Հուսով եմ, որ նրանք կընդունեն այդ գործարքը, որովհետեւ եթե չընդունեն, Միացյալ Նահանգները շարքից հանելու է Իրանի էներգետիկ բոլոր կայաններն ու կամուրջները։ Այսօր քաներորդ անգամ դա է ասում։
Նա հավելել է, որ գործարքի չհասնելու դեպքում իր համար մեծ պատիվ կլինի անել այն, ինչ պետք է արվի Իրանի հետ վերջին 47 տարիներին նախորդ նախագահների կողմից։ Նախագահը նաև մեղադրել է Իրանի նախորդին Հորմուզի նեղուցում կրակոցներ արձակելու համար դա հրադադարի համաձայնությամբ բացարձակ խախտում որակելով։ Թրամփի խոսքով Իրանի զինուժը մասնավորապես թիրախավորել է մեկ ֆրանսիական եւ մեկ բրիտանական լավ բան չեն արել, չէ, գրել է նա։ Հիմա իսկ Իրանը ինչ ասում, քանի դեռ Միացյալ Նահանգները Իրանին ծովային շրջափակման ներքո է պահում, Թեհրանը պատվիրակություն չի ուղարկի Իսլամաբադ Միացյալ Նահանգների հետ բանակցելու, հայտնում է իրանական կողմը։ Խնդրեմ, էլի գնաց, էլի ձգվեց, չի մեն, ինչ կալի։ Շատ է ձգվելու, շատ, թեպետ 3 առաջորդին են լավատեսական բաներ կար։ Դենց է դեմ ասում, մարդ վախենում է ուրախանա, գիտես, չես կարողանում, մի պահ ուզում ես ոգևոր վայ կարծես բան, հաջորդ օրը մի անգամից կանդվում է այդ ամենը։ Անկամ որոշ ավիաուղիներ հայտարարել էին, որ վերսկսում են թռիչքները եւ այլն, ասում եմ շատ ընկերներ ունեմ Հայաստան եւ Արաբական Միացյալ Էմիրություններ, գիտեք, այս վիզան է բանը որ հանեցիք, շատ լուրջ բիզնեսի կապեր կար, բաներ կար, հիմա բացի այն որ թռիչքները 3 ժամով երկարել է, տոմսերը եռապատկվել է գինը $500-ից պակաս տոմս չկա, մարդիկ $100-ով 200 ամենաշատը $200 գնում գալիս էին, հիմա Ադրբեջանով, Պակիստանով մեծ պտույտ է անում է, Ղազախստան, այդ պատկերացրեցիք, եթե թռնում է Կասպից ծովով կենտրոնական Ասիա, նոր հարավ, Իրանը ամբողջությամբ շրջանցելով, 3 ժամում վայրեջք էին կատարում Դուբայ, հիմա 5.5-6 ժամ է թռիչքը, ինչ է վառելիքի ծախս, ժամանակ եւ նաեւ գնի վրա է ազդել ու շատ Երեք հանդիպեցի, Տոմսը փնտրում Երևան, ասում է 2000-ից պակաս չկա, դեռ ապրիլ ամիսն է, ամառ չի, էլի սեզոնը չի։ Լոսից? Այո։ Ասեք, ճարենք, բյուջեն եթերից հետո ասեք, կապեր կան շատ 2000-ից պակաս կա։ Շատ ավելի մաչելի, շատ ավելի։ Կեսի, համարյա կես։ Ես էլ բան եղա, ասում եմ, ինչքան փնտրեցի, ասում եմ, դա 2000։ Նայած ինչ է էկոնոմա ասում այդ գինը։ Դե երևի էլի։ Չէ, ես 3-4 օր առաջ եմ արել։ Պրեմիում էկոնոմին այդ գնով 1700-ով եմ արել։ Պրայոտ բանով, Գերմանիայով, Ֆրանկֆուրտով, բանով, Լյուֆթհանզան, որտեվ կա այն Կոնկորդա մի հատ կա, Կոնորդ։ Այդ հաստատ շատ վատ, ովքեր եկել են, բոլորը դժգոհ են, շատ նեղ, իսկ այս Լյուֆթհանզան եւ բանը, չէ, այտենց գին եթե իհարկե սպասելիքները մեծ չէի, կլասի հետ է կապված։ Okay, սա էլ իմացանք, հարգելի բարեկամներ, Nestle հեղինակավոր ընկերությունը, ասես թիվը հրապարակ է մենակ Հայաստանի տարածքում սարսափում եմ ուղակի, բարձվում է մի հսկայական քանակության մոտ 10,000 կիլոգրամ, ավելի հստակ 9,700 կիլոգրամ մանկական սնունդը բարձվում է շատ վատ է, ոնց է կոչում, բրակովն է, հա, ոնց են ասում այդ անորակ սնունդը, Nestle NAN տեսակի 3 ամսեկան երեխաների համար նախատեսված եւ այսօր ոչնչացվել է Nestle ընկերության NAN ապրանքանիշի մանկական սննդի ամերիկյան ընկերությունն է, չէ՞, թե չէ։ Այո, Nestle-ն, հա, շատ հայտնի է, հա։ Բայց գիտեք ինչն է զարմանալի, մանավանդ երբ որ ուտելիք երեխաների, անկահասակ երեխաների մասին ինչքան ավելի ուշադիր են, էլի, որտեվ դատի կտան ախր Հայաստանում դատի տալու, բայց դա մենակ ու Հայաստանի համար չեն արտադրում։ Հատուկ Հայաստանի համար չի բան, հա, որ ասենք այն էլ վատ է սարքի, չգիտեմ, հա։ Դե հիմա չի նշվում ինչն է կոնկրետ պատճառը։ Ոչ, միայն դա որ ոչնչացվել է եւ սննդի անվտանգության պետական տեսչության մարմինը տեսանյութ է հրապարակել, բան, ասես բուլդոզերով գալիս են, ամենը ոչնչացնում են, թաղում են հողի տակ, բան։ Okay, այդ հասկացանք, բայց օգտվել են, չեն օգտվել, վաճառքում եղել է, չի եղել, պահեստից են տարել, նոր են բերել, այսինքն կարևոր բաներ կա, որ պիտի հայտնի քնչականը, ոչ թե ոչնչացվել է, որտեղից։ Կարող է ժամկետ անց ա եղել, ես չգիտեմ։ Հա, 1000 բան։ Կարող է էժան են արել ժամկետ անցը։ Դրա համար այս լրագրողական բաներ կա, որ էլի վրիպում ենք, էլի կաղում ենք ավելի ճիշտ։
Այս Ճապոնիայում ինչ ուժեղ երկրաշարժ եղավ բարեկամներ, բավականին ուժեղ երկրաշարժ, ցունամի են սպասում, խաղաղությունն է, հիմա բնությունն էլ է արդեն իրեն անհանգիստ պահում։ Գնանք առաջ տեսնենք ինչ կա այստեղ ու գովազդային դադարն է մոտենում։ Ծեծկրտուքի մասին լուր կար Վեդի մանկապարտեզում ծեծկրտուք։ Այդ կարդացիք այդ նյութը ու վնասվել է անգամ զինանշանը, պատեր են ջարդել մանկապարտեզում։ Ներքին գործերի նախարարությունը անդրադարձ է կատարել, որում երևում է թե ինչպես են երեխաները ջարդում այդ սենյակը եւ Հայաստանի Հանրապետության զինանշանը։ Դեպքը տեղի ունեցել փետրվար ամսին, բայց հիմա է տարածվում տեսանյութը Վեդի մանկապարտեզներից մեկում, ինչի հետևանքով օպերատիվ կառավարման կենտրոն զանգ է ստացվել, ազանգից անմիջապես հետո համայնքի ոստիկանական ծառայողները մեկնել են դեպքի վայր, ձեռնարկվել են միջոցառումներ, պարզել են անչափահասների ինքնությունը, նրանք եւ կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննության մարմին, այլ բան չի հաղորդվում, ասում է, որ մանկապարտեզում երեխաները իրար ծեծել են գերբով։ Այդ նոր բան է, բան չկար, գերբով են իրար։ Մանկապարտեզի երեխաները, եթե չեմ սխալվում, մինչև 6 տարեկան են, չէ՞, 7-ից դպրոց են գնում արդեն։ Դե հա, բանա, մուշուվան մտնող ծերունն է, էլի գերբերով իրար կծեծեն։ Okay, լավ բարեկամներ։ Գնանք գովազդի։ Գովազդի դե վերադառնանք ամփոփենք։ Վստահ անգամ բարի օր բոլորին, ուղիղ եթերը շարունակվում է, այսօր երկուշաբթի է 20 ապրիլի եւ մենք ընթանում ենք առաջ, մադերինիկն է կմիանա մեզ, դերինիկ ուղղակի ականջակալներով չի լսում, որ մենք արդեն եթերում ենք, բայց դա էական չէ, ես իրոք կպատասխանեմ զանգին, միջև դերինիկը միանա։ Ով է միացել, բարի օր, բարի։ Ալո, բարև ձեզ։ Բարև ձեզ, ողջույն։ Բարև ձեզ, լսում եք։ Այո, լսում ենք, ով է միացել։ Այո, լսում ենք ձեզ։ Հեռախոսով եք լսում, բարև ձեզ։ Գյումրիից եմ զանգարել, ողջունում եմ ձեզ, Վայ, Գյումրիից, բարև ձեզ, շատ հաճելի է։ Ինչպես եք, Շատ լավ ենք, շնորհակալ ենք ու շատ հաճելի է, որ հենց Գյումրիից են զանգարում։ Հարգելի տերենիկ, մի հատ խնդրանք, ձեր ժպիտը շատ մեծ հույսեր է փայփայում, շատ լավ ծիծաղում եք, խնդրում եմ հաճախակի, շատ ողջունում եմ ձեզ։ Ապրեք, անպայման կփոխանցեմ դերենիկին, հիմա այստեղ չի։ Հարգելի Ռաֆայել, մի հատ թեմայի շուրջ եմ ուզում խոսել։ Ապա։ Ուրեմն մեր ժողովրդի ես գյուղական ընդհանուր բնակչության դուք երևի գիտեք, որ բողոքում են ժողովուրդը, այն հին մտածելակերպի ասում են, մի հատ զավոդ չեղնի, զավոդ չկա, այս ժողովուրդը որ աշխատողակի զարմանալի է, թե այս մեր ժողովուրդը երբ պիտի համակերպվի 21-րդ դարի զավոդ, խորհրդային հին բաներով են առաջնորդվում, գյուղատնտեսություն կա, բիզնես կա, եւ միշտ պահանջում են ինչ-որ զավոդ, որևէ մեկը սարքի, ու այդ թեմայի շուրջ ուզում էի մեր երկու բարով քննարկենք եթերում, ոնց ժողովրդի կրտամագարտակը բարձրացվի, թե սերունդներ պետք է փոխվի, որ չպահանջեն են զավոդները, ասվի խորհրդային ժամանակաշրջանից, ու դա ցավոք փոխանցվել է երիտասարդ երեխեքին, դայել տղաներին, 30 տարեկան տղա ասում է, զավոդ չկա որ աշխատենք, այնա ինձ զավոդ, ես դարում ինձ զավոդ, զավոդը որն է, բիզնես կա, գյուղատնտեսություն կա, գուցե հարգելիս, գուցե ծնողներից է դա լսել, մեկն է լինի ծնողներին հարցնի այդ զավոդում ինչ էիք անում, կեսից ավելի թալանում տանում էիք, չէ, այդ ինչ լսել են, այդ էլ կրկնում են, էլի, կամ էլ չգիտեմ, դերենիկը մեկնաբանություն ունի այս զավոդների հետ կապված, որ ժողովուրդը ասում է զավոդ լինի, այնինչ այդ անցած գնացած բան է, էլի, հիմա հրամայական ժամանակի ընթացքը բոլորովին այլ կողմ է, այդ զավոդներով չեն հիմա տնտեսությունը Այդ ժամանակ այդ սովետական տնտեսությունը կարծում եմ այնպես է կարծես թե ժամանակը ներել է 90 թվականի վրա կամ 91 Դե այդ կարծության պակասն է 35 տարի անցել է Կարծության պակաս, այդ մի նախադասությամբ հարգելիս կարծեմ կհամաձայնեք։ Այդ կարծության պակասն է, ինչը չեն կարողանում անել նոր ժամանակներում սերտել, այդ անունը դնում են գործ չկա, զավոդ չկա, գնանք աշխատենք։ Դա մխիթարական ինչ-որ բան է դառել հիմա։ Այդ իմ կարծիքն է իհարկե, բայց բարի։
Շնորհակալություն ձեզ զանգի համար, Դերենիկի հետ կզրուցենք, ձեզ լավ օր։ Շնորհակալություն։ Ձեզ էլ։ Ստեսություն։ Գյումրիից էր զանգում էր ռադիո։ Հա, բայց կորիզը չհասկացա, էլի։ Ուրբաթ օրը մենք խոսում էինք, որ ասում եմ, հիմա տարածված բան է, էլի զավոդ չկա, աշխատենք, զավոդ չկա, աշխատենք, այն ինչ փոքր երկրներում հիմնականում որ sense բան է, այդ մեծ զավոդների բանը, այդ խորհրդային միության ժառանգությունն է, հիմա տենց բան չկա, հիմա ավելի շատ խելք, ինտելեկտ, կրթություն, IT տեխնոլոգիաներ, բան, այսինքն sense մի քիչ ուրիշ բան, այդ մեծ պրամышленность, այդ զավոդ հասկացողությունը Չինաստանը, Թուրքիան, Գերմանիան, մեծ քանակությամբ այնպիսի բաներ են ստեղծել, որ մերպես երկիրը չի կարող մտնել շուկա համաշխարհային առումով եւ ինչ որ բան առաջարկել։ Այդ գործարանները բոլորը սովետական էին։ Այդ երկրում պետք է ամեն մի երկրում մի բան անում էին այդ ներքին շուկան բավարարելու համար։ Անում էին էլի դեֆիցիտ էր, բայց այս բաց աշխարհում Հայաստանը զավոդը ինչ պիտի արտադրի Հայաստանը զավոդ։ Հայաստան կարա մասնագետներ տան, նեղ մասնագիտական, ինչ որ կրթության հետ կապված, IT-ն է բավականին լավ զարգանում իդեպ, ես շատ ողջավորված եմ այդ առումով, միջազգային գնահատականներն են դա, թե ինչ լավ մասնագետներ կան։ Ես կարծում եմ, այո, այդ իմաստով ճիշտ կողմնորոշվեցին, որ տեխնոլոգիաներն են այսօրվա մանավանդ Հայաստանի նման փոքր երկրի համար, էլի։ Էտա, չէ, ասածից մենք չենք կարող մեծածավալ այդ սովետական գործարաններից, որ հազարներով մարդեր աշխատում, էստեն էին արտադրում ենք, փոքր Հայաստանը դրա ոչ կարիք ունի, ոչ էլ սպառող ունի դրա համար։ Հետո մի բան էլ կա, Ռաֆայել, այն ժամանակ, հա, ես հիշում եմ, էլի, հեչ գործ չկար, զավոդում գնա աշխատի, էլի։ Դա բաներ, կրում էին տուն, էլի, այդ չէր զավոդ։ Այո։ Դա ինձ թվում է անգամ բանի ծրագրի մեջ կար սովետական գործարաններ, դե աշխատավարձ այնքան քիչ էր, որ մարդիկ ով ինչ կարող էր տանում էր տուն։ Մի օր Բրեժնևը ինքը վեր կացավ, ասեց այ մարդ, ասեց ախր ոնց դա, ասեց ոնց ենք մենք աշխատում։ Մի հատ դնում ենք, ասում է աղյուս պետության համար, մի հատը տանում ենք տուն, ասում է տենց ապրում ենք։ Ինքը այդ խոստովանեց, այսինքն աչք էին փակում դրա վրա, ընդունված կարգ էր։ Բայց դե ասում էր գողացածը երկրում է մնում, ոչ ինչ որ մնում է երկրում, դա էլ հայտնի բան է։ То, что крадут, остается в стране, հիմա էսա լրիվ։ Էլիզան։ Օրինակ մենք ես հիշում եմ հատիկով սիգարետ էինք առնում, հա, անջատվեց, նոր կրկին փորձեք, եթե միանա, տեսնեմ կմիանա, չէ։ Ուրեմն այդ գործարանից սիգարետ արտադրող գործարանից հատիկով սիգարետ էինք անում, կոշիկի տուփի մեջ հատիկով լցնում էին, գողանում էին, տեն ծախում էին, այս ժամանակ մենք էլ առնում էինք։ Երշիկ էինք առնում։ Միացավ զանգը, եք լսենք։ Բարև ձեզ, բարև ձեզ։ Այո, բարև ձեզ։ Բարի։ Ես ուզում եմ նախորդ խոսողին ասել, որ այո, մեծ գործարաններ չկան Հայաստանում, բայց հենց հիմա իմ թողնիկս, որը սովորում է Բոստոնի համալսարանում ինժեներություն, ինքը գալիս է Հայաստան պրակտիկայի։ Ուրեմն անպայման կան գործարաններ, ոչ մեծ մասշտաբի, որտեղ որ ինքը պետք է անցնի այդ պրակտիկան, մեծ սիրով։ Իսկ ժանրը կասեք, բնագավառը այդ պրակտիկան անցնի Երևանի, որովհետեւ մի գործարանում, որտեղ այդ ինժեներությունը պետք է ինքը այդ պրակտիկան անցնի։ Այնպես որ բնական է, Ձերժինսկու եւ այդ մեծ գործարանները չկան, բայց կան փոքր գործարաններ, որոնք ամեն ինչ արտադրում են եւ այդ ինժեներությունը շատ պետք է եւ ես շատ ուրախ եմ։ Okay, շատ ուրախ եմ։ Պատկերացնում եք Բոստոնից գալիս են Երևան պրակտիկայի։ Շատ հաճելի է, իսկ ոլորտը կասեք ձեր թորնիկի ոլորտը։ Այո, ես շատ ուրախ եմ։ Ես հիմա մյուս թողնիկիս եմ կոպիտ ասած ռեկլամ անում, որովհետև ինքը IT մասնագետ է, երեխան ավարտել է եւ ես ասում եմ ինչի՞ չէ, դու կարող ես նաեւ Հայաստանում աշխատել։ Միշտ էլ ամենտեղ IT աշխատողները պահանջարկ ունեն եւ կարիք ունեն, նայել է վերջացվել Բոստոնի համալսարանը, այնպես որ այս կապը, ազատությունը, եթե դու գիտելիք ունես աշխարհի ցանկացած երկրում, փնտրված մասնագետ կարող ես լինել։ Հայաստանը իհարկե առաջի հերթին որպես հայ, որ գնաս եւ ինչու՞ չէ այնտեղ աշխատես։ Շատ հաճելի է։ Շատ հաճելի է, շնորհակալություն։ Ձեզ էլ շատ հաճելի է, բարով գան ձեր թորնիկները, թող գան հայրենիք եւ այո, իրենց նպաստը, իրենց գիտելիքն ու կրթությունը ներդնեն, շատ հաճելի է դա։
բան հիշեցի Ռաֆայել հետարքիր է այս գործարանի թեմայով Ապա այդ ժամանակ ուրեմն նոր 80-ական թվականների նոր են գալի ընտանիքի անդամները եղեքին գնա աշխատի եւ պատասխանը գիտես ինչ էր հանճարեղ պատասխան ծուխ ցույց տուր գնամ աշխատեմ ծուխ ասի գործարան էլի ես այդտեղ մի 10-12 տարի առաջ շատ մեծ մի հատ ծննդյան արարողություն էի վարում փակել էին մի հատ շատ լավ ռեստորան բան հենց ավակ սերնդի կայացած մարկանց մեկի հոբելյաներ ու ընկերներն էին կենասներ էին խմում որ մեկը միս կոմբինատի եսիմ ինչ հերի եսիմ ինչ մի 10 տարի բարձր պաշտոնյա եղել ինչ մսերա տարել ու պատմում այս տարանկ են բաները բերում էին կնդե առաջինը գնում էր Դեմիրճյանի մոտ երկրորդը իմ տուն էր գալիս էս բաները պատում հետո մյուսը պատմում է դու ասում ես միս կոմբինատ մենք է կոնյակի գործարանում բան պատմում ա թե ինչ մարոճնի կանյակներ ենք տարել ինչեր են կարել են ամենաթանկ կանյակները մյուսը պատմում է ծխախոտի կոմբինատը ոնց են թալանել ու սենց բոլորը անկեղծության ժամ Այլի բոլորը պատմում են թե ոնց են բան հետո ամենակեղտոտ հայհոյանքներով հայհոյեցին Գորբաչովին ով քանդեց այդ երկիրը Կարճ կոնկրետ Մի հատ տենց այս թեմա մի հատ լավ անեկդոտ կա Սա քանդողները իրանք են էլի բայց որովհետև այդա Էլի տենց ընկերներով հավաքված խոսում են մեկը ասում է իմ քար այդ սիգարետներ տանում է բաններ իմ մեկը ասում է իմը միսներ գործարանից մյուսն էլ որ բանա խորում է երկում էլի երկչախում ասում է լավ քո քարը ինչա ասում է ես էլ մեկ վերանս բացում փակում եմ բայց չեմ երկում ասում Դե մենակ այն փաստը որ այդ թալանի ժառանգությունը մինչև հիմա մեր գյուղերում հատկապես երևում է որ ավտոբուսի մնացորդ ասենց ինչ որ դրած ցանկապատա մեկ ինչ որ դուռա մեքենայի դրած եթե պետական է եղել ահա որ բան է դա ամենաահավորը գիտեք որն էր որ դա հոգեբանորեն մեր վրա մեզ բարոյալ լքում էր այսինքն գողանալը դառնում էր նորմալ բան ոչ մեկը չէր ամաչում ասած այդպես դեռ խոսում էին որտեվ այդ էր երկիրը այդպես էր մեզ մեծացրել որ փոքրիկ բանը մեծացեք իրար կերեք կշտացեք գողացեք որ կշտանաք ներկան այդ ամենի արձագանքն է որովհետև այդ սերունդը որը դեռ մեր մեջ է մեր բնակչության մի զգալի մասը էլի մի երկու տարի բան չի հա այդ կոնյակով էս արեցինք չգիտեմ ես իմով զանգեց էս արեցինք ու այդպես հիմա մենք ասենք վայ բանը փոխվել է նիստուկացը ախր արիումի գողացի դու հիմա չէ շատ դժվար է Ժվանեցկին Միխայել գողացել է հերեդ գողացել է հիմա մեկ էլ դու պետք է չգողա ոնց կլինի դա Ժվանեցկին մի հատ խոսք ունի ասում է воспитание это навечно դաստիարակությունը հավերժ է այսինքն եթե մեջը դաստիարակված ես դու այդպես շատ դժվար է հանել այդ քո մեջից այդ բնավորության գծերը եւ արդեն ապրելակերպ է դառնում լավ մի ժամ եթերում ենք ձեզ ասենք տեսություն գնում եք հեռուստատեսություն եթերը շարունակելու կենթանի եթերի այո ձեզ ասենք լավ օրվա շարունակություն լավ տեսություն Դերենիկին ասեցինք ցտեսություն հարգելի բարեկամներ վաղը հանդիպելու պայմանով եւ ակնկալիքով իհարկե շնորհակալ եմ բոլորին ուշադրության համար այսօր երկուշաբթի է տեղումները ինչ անձրև է չգիտեմ ձայնը լսում եք թե ոչ բայց շատ հորդարատ անձրև է Երևանում իհարկե այս ապրիլ ամսին բնորոշ է նման եղանակը սա ինչ որ նորություն չէ գիտեք որ բնությունը ամեն ինչ բալանսի մեջ է պահում այդ ցանա վարուցանա ինչ այդ ամեն ինչը պիտի ջրեն բանանեն բնությունը արտնանա արդեն 4 բոլորը կանաչ շատ գեղեցիկ եղանակ է շատ գեղեցիկ մթնոլորտ է այդ գեղեցկությունը ուղարկում եմ Օվկիանոսի ծայրկում թեպետ գիտեմ որ արդեն բավականին շոկ է Լոս Անջելեսում շոկեր են գիտեք հաշված օրերից գալիս եմ անհամբեր եմ հրեշտակների քաղաքին կարոտել եմ հասցրել եմ արդեն ամիս ու կես անցավ ու աստված իմ ամիս ու կես առաջ այդտեղ